Առաջարկ Հայաստանին նախաձեռնությունը դարձել է հանրային քաղաքական կյանքի ամենաճանաչելի բրենդներից մեկը։ Այդ են վկայում ոչ միայն տարբեր հարցումները, այլև ամենօրյա շփումները։ Ծրագրի մեկնարկից շուրջ 6 ամիս անց այսպիսի արձանագրում է անում Իվետա Տոնոյանը։ Այս ամիսների ընթացքում մենք իրականում կարողացանք մեր հանրությանը հասցնել այն մեսիջը, որ Առաջարկ Հայաստանինը դա ծրագիր է հենց մարդկանց կողմից ստեղծվող եւ մարդկանց մասին։ Սա ամենակարևոր թեզն է, որովհետեւ ծրագրի մեկնարկային փուլում այն գաղափարը, որը Գագիկ Ծառուկյանի կողմից դրվել էր շրջանառության մեջ, դա այն էր, որ պետք է սկզբունքորեն փոխվեն ծրագրի կազմման մոդելները։ Օրեր առաջ հրապարակվեց երիտասարդների առաջարկների բլոկը։ Սկզբում ստացվել են առաջարկները։ Դրանցից արվել է ծաղկաքաղ եւ կազմվել է Առաջարկ Հայաստանին ծրագրի երիտասարդության հատվածը։ Այս սկզբունքով շարժվելու ենք բոլոր ոլորտների ուղղությամբ, ասում է Տոնոյանը։ Այսօր արդեն տնտեսական պլատֆորմն է ներկայացվել Առաջարկ Հայաստանին ծրագրի շրջանակներում, որի մշակման աշխատանքներում եւս ներգրավված են եղել ոլորտի առաջատար ներկայացուցիչները։ Գյուղատնտեսության ոլորտի առաջարկների բլոկի հետ կապված գյուղատնտեսության ոլորտի ծրագիրը գրվել է հենց գյուղերում։ Որն է խորհրդարանի առաջիկա ընտրության առանձնահատկությունն ըստ Քրիստինե Վարդանյանի, այն որ հասել ենք մի իրավիճակի, երբ Հայաստանում խոսում ենք հայկական ինքնության պաշտպանության անհրաժեշտության մասին։ Պատգամավորի խոսքով Հայաստանում ջրբաժան է անցկացվել։ Մի կողմում ինքնության դեմ պայքարողներն են, մյուսում ինքնությունը կրողներն ու պաշտպանողները։ Իրենք ձեր տված քվե, սիրելի հանրություն, մեկնաբանելու են որպես ինդուլգենցիա, որ կարող են կաթողիկոսի վրա հարձակվել։ Հունիսի 7-ի ընտրությունը իշխանությունը վերածելու է իր համար կանաչ լույսի, ոչ միայն հակաեկեղեցական արշավը, ինքնության դեմ արշավը շարունակելու, այլ Ադրբեջանի պահանջները հետագա կատարելու համար։ Առաջիկա ընտրությունը դա մեր հետ պատերազմյան ժամանակահատվածի ապատյան, խեղճությունը կոտրելու շանս է եւ հնարավորություն է։ Պատերազմում պարտությունը չի նշանակում, որ ստեղծված վիճակից ելք չկա։ Նշում են քննարկման մասնակիցները ու հաստատ ասում են, նոր պատերազմ չէր սկսվի, եթե երկրի նախագահն Ալիևին շնորհակալություն չհայտներ։ Որևէ մեկ օրինակ չի լիազորել, որպեսզի նախագահի նստավայրում, որտեղ տեղի էր ունենում վեսի հետ հանդիպումը եւ այն սրահը, որտեղ որ ներկայացվում էր անօթաչու սարքը, այդտեղ սրահի պատից հանեին Փաշինջանյանի Արարատը, որ տարիներով այդտեղ կախված է եղել։ Արարատի նկարը ոնց որ դուք ասեցիք նախագահականից են հանում, վաղ գան ձեր տներից կփոքեն կհանեն։ Ընտրությանը չմասնակցել նստ բանախոսների վերարտադրության շանս է ընձեռում Փաշինյանին։ Այս պայմաններում ընդդիմության կարևորագույն խնդիրներից է ընտրական ակտիվության ապահովումը, իսկ մասնակցության բարձր տոկոսը գործող իշխանության ահուսարսափն է։ Խոշոր բլոկներով է պետք գնալ, որովհետև մեկ տեխնացուին սարքել անտագոնիստ, այսինքն հենց չարյաց մարմնավորումը եւ իրան հաղթել այ հենց այդ մենք լավն ենք, դուք վատն եք տրամաբանության մեջ, կարծես թե լավ է ստացվում էս գործող իշխանությունների մոտ։ Առաջարկ Հայաստանը սոցիալական ցանցերում դարել է ոնց որ Android-ը, հա, այսինքն դա բաց կոդ է ու տարբեր մարդիկ, որոնք որ ինչ որ մտքեր ունեն կամ համարում են որ ունեն, կարևոր են այդ մտքերը թե չէ, բայց իրենք կարողանում են ներկայացնել։ Հետևաբար այդ միասնության հայտը կարող է փակել օրինակ Առաջարկ Հայաստանը։ Նախորդին արդեն Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մենք մասնակցելու ենք Բարգավաճ Հայաստան կուսակցությամբ, բայց սա բացառապես իրավական լուծում է ընտրություններին մասնակցելու։ Առաջարկ Հայաստանին ծրագիրը հենց միտում ունի այդ համախմբվածությամբ ու այդ միասնականությամբ առաջիկա գործընթացներին մասնակցելու։ Ինչու համար եմ սա նշում, որովհետև որոշակի այսպես տարընթերցում ու թյուրընկալում կա այդ հայտարարությունների մեջ։ Օրեր առաջ պարոն Ծառուկյանը հայտարարեց, որ վերկուսակցական քաղաքական հանրային դաշտի նոյան տապան ստեղծելու գաղափարով է հանդես գալիս, որը Առաջարկ Հայաստանին ծրագիրը կյանքի կոչելու գործնական մեխանիզմը պետք է հանդիսանա։ Այս դեպքում բոլոր այն անհատները, հանրային քաղաքական գործիչները, ովքեր այս օրերին միանում են նախաձեռնությանը, նրանք չեն միանում Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, նրանք միանում են Առաջարկ Հայաստանին ծրագիրը կյանքի կոչելու
նախաձեռնությանը։ Ձեր խոսքում նշեցիք Նոյան Տապանի գաղափարի մասին։ Հետաքրքիր գաղափար է, բայց ակնհայտ է, որ դա առաջացրեց այսպես հակաքարոզչության, սև քարոզչության, այսպես նոր առիթ դարձավ եւ արդյոք դուք հաշվարկել եք Այո, եղել են նաև որոշակի մեկնաբանություններ, արհեստական բանականությամբ, այսպես սարքված որոշակի հոլովակներ եւ այլն, որտեղ ինչ որ ալեգորիաներ, ինչ որ համեմատականներ են անցկացնում, ինչ որ մարդիկ Նոյան Տապանի եւ Նոյան Տապանի բնակիչների հետ, ես շատ եմ ցավում եւ ուղղակի պետք է արձանագրեմ, որ սա բացառապես ինքնաընկալման հարց է։ Ինչպես մարդ ինքը իրեն ընկալում է, այնպես էլ վերաբերվում է կոնկրետ գաղափարին։ Չլինել անտարբեր, լինել իրավատեր եւ առաջնորդվել փրկողակ դարձած միասնության գաղափարով։ Բանախոսները համակարծիք են։ Հունիսի 7-ի ընտրությունն առանցքային է լինելու, որովհետեւ դրանով որոշվելու է Հայաստանում ապրելու հայերի իրավունքը։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն,